Մեր հարևանությամբ պատերազմի մասին որոշ լրացուցիչ տեղեկատվություն իրնուրում են նախորդիվ հաղորդածի։ ԱՄՆ, Իրանը և մյուս կողմերը ոչ ոք Իսրայելը չեն պատրաստվում առայժմ դադարեցնել հարձակումները և նրանք տրամադրված են ռետորիկան ավելի ուժեղանում է, սրվում է և նրանք տրամադրված են պատերազմը շարունակելու։ ԱՄՆ-ի հետ կապված խնդիրը նա է, որ Տրամպը կոնգրես չի գնացել և համաձայնություն չի ստացել կոնգրեսի, այնպես ինչպես իրենց օրենսդրությունն է պահանջում, հետևաբար ամեն մի կորստի հետ նախագահ Տրամպի և իր ադմինիստրացիայի վրա ճնշումը մեծանալու է, արդեն 6 զոհ ունեն ամերիկացիները, իրենց պատերազմի նախարարությունը, քանի որ անունը արդեն փոխել են, պատերազմի նախարարը ամերիկյան ստանդարտով քարտուղար է կոչվում, քարտուղարը հայտարարում էր, որ իրենք չեն պատրաստվում նախորդիվ քաղաքականությունը, այսինքն ֆիզիկապես գետնի վրա լինել, այսպես կոչված դեմոկրատիզացիայի ճանապարհ անցնել, ասես այդ ձևականությունների հետևից չենք ընկնելու, մենք պատրաստվում ենք մեր ծրագիրը անել, այն որ խոսում էին իշխանափոխությունից, հիմա էլ խոսում են, ասում են Իրանը մեր համընդեպ վտանգ է, հրթիռները բալիստիկ որ սարքում են, որ հեռահար կարողանում են հարվածներ հասցնել, վտանգ են մեզ համար, ինչը իսրայելական ակնհայտորեն օրակարգ է, սրա մասին մի հատ առանձին զրույց ունեմ, թե Իսրայելի հատուկ ծառայությունները ոնց են ներթափանցել և ամբողջովին կարող է ասել ներծծվել են ամերիկյան հատուկ ծառայությունների համակարգում և ինչու չէ նաև հնարավոր է այնտեղ կեղծ տեղեկատվությամբ մանիպուլատիվ պրոցեսների հետևանքով է, որ Տրամպին կարողացել են ներքաշել սրա մեջ, բայց ինչպես արդեն ասել եմ, էլի նախորդ տեսանյութում, Տրամպի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը այստեղ էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման տակ վերցնելն է, Չինաստանն է գլխավոր թիրախը և դրա գինը նա է, որ իրենք էլ համաձայնվում են, քանի որ իրենց գործընկերն է, Իսրայելը տարածաշրջանում դոմինանտություն ունենա, ինչը նաև Իսրայելի հետաքրքրությունն է։ Անգլիան էլ արդեն ասել են, որ ներգրավել է սրա մեջ, մարդիկ կան ասում են, բա Կիպրոսին էլ է Իրանը հարվածում, այստեղ ոչ թե բուն Կիպրոսն է, հիշեցնեմ, որ Կիպրոսը երբ անկախանում էր, Կիպրոսի հարավում երկու փոքր տարածք համաձայնությամբ և Կիպրոսի և Թուրքիայի մնացել են անգլիական, այսինքն դրանք անգլիական տարածքներ են, որտեղ ռազմաբազաներ են և Իրանը հարվածում է դրանց։ Եվ նաև սա էր ենթադրաբար վարչապետի հիմնավորումը անգլիացիների, որ դե մենք էլ ուրեմն մեր նախորդիվ ասել էին չենք տալիս այդ բազաները, հիմա ասում են դե ստիպված ենք, բայց իրականում նրանք ամեն ձև աջակցում են Իրանի դեմ պատերազմին, որտեղ սա իրենց շահերից էլ է, էլի էներգետիկ ենթակառուցվածքներն են գլխավոր թիրախը։ Ամերիկյան այդ լուրերով լսած կլինեք 3 օդանավն էլ որ ընկել էր, Քուվեյթներ խփել, իրականում սա էլ հուշում է նրա մասին, որ չնայած ամերիկյան համակարգը շատ զորեղ է, ուժեղ է, բայց կոորդինացիան շատ այնտեղ էլի բացեր կան, որ Քուվեյթի հետ ռազմաբազաներ իրենք ունեն, բայց այնպես չէին կարողացել կոորդինացնել, որ իրենց հրթիռներն են հարվածել։ Ես այստեղ մի կարևոր բան էլ ասեմ, այս ամեն ինչը մեզ վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու իմ գնահատմամբ, քանի որ ամերիկյան օրվա մեր կառավարիչները համաձայնվել են, որ ամերիկացիները ավելի մեծ ներգրավվածություն ունենան Հայաստանում, իսկ Իրանը հակադրվում էր դրան, որտեղ ադրբեջանական այդ միջանցքը Նախիջևան Ադրբեջանին կապող Հայաստանի տարածքով Իրանի շահերի դեմ էր, Իրանը ասում էր ամերիկացիները այդտեղ հիմնավորվելու են և սկսեն մեր դեմ գործել, հավատացեք, որ այս ամենից հետո Իրանը ավելի կտրուկ դեմ է տրամադրվելու այդ ծրագրին, իդեպ սա նաև հայկական շահերից է, ես ինքս այդ ծրագրին դեմ եմ տեղյակ, որովհետև դա հայկական բացարձակ ոչ մի շահ չի սպասարկում, դա թուրքական էքսպանսիայի ծրագիր է, երբ այդ լայլայները տեքստերից հանենք դնենք մի կողմ, այդ կեղծ տեքստերի, կեղծ այն առումով, որ ձևական գրված են, իդեպ այդ տեքստերի գլխավոր վերնագրերը ասում են, որ այդ ամեն ինչը պարտադրող չեն, սրա մասին նաև ասել եմ, որ սրանք նույնիսկ մեր համար միջազգային պայմանագրեր չեն, քանի որ վավերացման որևէ պրոցես չեն անցել, ինչևէ, ասածս այն է, որ Իրանը մեր հանդեպ ավելի վատ է տրամադրվելու այս ամեն ինչից հետո, եթե մենք այդ միջանցքի ծրագիրը առաջ տարանք, և ընդհանուր առմամբ Իրանի պատրաստակամությունը այս պատերազմը շարունակելու շատ ավելի ուժեղ է, քանի որ իրենք գոյաբանական
պատերազմի մեջ լինելու տրամադրվածության մեջ են, ամերիկացիներն էլ Բուշից սկսած Իրաքը երբ որ մտան քանդեցին, իրենք հայտարարել էին, որ Իրաքը, Իրանը և Հյուսիսային Կորեան իրենց թիրախներն են և իրենք պատրաստվում են դրանց ժամանակի ընթացքում քարուքանդ անել։ Հիմա Իրանի հերթն է, էլի կրկնեմ, որ եթե օրինակ Հյուսիսային Կորեայից իրական ռիսկ կա, որտեղ շատ հեռահար և հրթիռ ունեն և ատոմային զենք, ապա Իրանից նման ռիսկ չկա, այդ ամբողջը հորինված է Իսրայելի, էլի կրկնեմ, հատուկ ծառայությունների կողմից, իմ համոզմամբ, նման բաներ լուրերով իհարկե չեք լսի։ Եվ սա արվում է էլի Իսրայելի տարածաշրջանում դոմինանտություն ունենալու, ԱՄՆ համաձայնվում է սրան, քանի որ կարողանում է ինքն էլ թիրախավորել Չինաստանին Իրանին հարվածելով և այս տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների վրա ավելի մեծ ազդեցություն ունենալով, քանի որ այդ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի առևտրի 20 և ավել տոկոս, արդեն իսկ գիտեք, տեղյակ եք, որ նավթի միջազգային գինը կտրուկ բարձրացել է, նաև գազի գինը, և այս ամեն ինչը հետզհետե ժամանակի ընթացքում, եթե սա խորացավ այս պատերազմը, շատ ավելի լուրջ ու ծանր դրսևորումներ ունենալու, որի նաև տնտեսական հետևանքները իհարկե մենք ենք տեսնելու, բայց գլխավորը քաղաքականն է, որ մեր հարևանին ճնշում են այնպես, որ այդ ճնշողների հետ հիմա մենք ավելի մերձ հարաբերություններ ունենք, իդեպ ես դրան դեմ չեմ, բայց հայկական շահերի տեսանկյունից ես դեմ եմ միջանցքին, որը էլի առանձին մի քանի զրույց ունեմ, նորից չպատմեմ, Հայր ջան, լսեք, թե ինչու է դա թուրքական էքսպանսիայի ծրագիր մեր շահերից չէ, այսքանը, լավ եղեք, բոլորիդ լավ օր։